Հարցը պատիվ արժանի է մեր Տերոջը։ Եկեք մի ուրիշ երգով այս Տերոջը միասին փառաբանենք։ Եկեք միացեք մեր երգին։ Հալելույաներ բարձրացնենք այս Տերոջը։ Եկեք միացեք մեր երգին։ Հալելույաներ բարձրացնենք Տիրոջ։ Եկեք սաղմոսներով փառավորենք Տեր
արժանի է, ամեն Քո սիրո զորության լեցրուր կյանքս Քո սիրո զորության լեցրուր կյանքս ամբողջ մեկ անգամ էլ երգենք քո սիրովը Տեր լեցրում ես Քո սիրո զորության լեցրուր կյանքս ամբողջ եկև լեցրում ես Քո սիրո զորության լեցրուր կյանքս ամբողջ երկրպագում եմ քեզ կյանքով իմ ամբողջ երկրպագում եմ քեզ ուտով ու հոգով երկրպագում եմ քեզ գիտեմ ու վստահ եմ որ դու իմ Տերն ես որ դու իմ Տերն ես երկրպագում եմ քեզ կյանքով իմ ամբողջ երկրպագում եմ քեզ ֆորտով ու հոգով երկրպագում եմ քեզ գիտեմ ու վստահ եմ որ դու իմ Տերն ես որ դու իմ Տերն ես Քո սիրո զորության լեցրուր կյանքս ամբողջ եկև Տեր ամեն մեկից դպչիր այստեղ Քո սիրո զորությամբ լեցրում ես Տեր լեցրուր կյանքս ամբողջ երկրպագում եմ քեզ կյանքով իմ ամբողջ երկրպագում եմ քեզ սրտով ու հոգով երկրպագում եմ քեզ գիտեմ ու վստահ եմ որ դու իմ Տերն ես որ դու իմ Տերն ես որ դու իմ Տերն ես Հայով Տեր դու մեր Տերն ես դու մեր Աստվածն ես Այն մեծ գործերը որ մեր կյանքի մեջ արել ես գիտենք որ դու Տեր ես դու Աստված ես Քեզ երկրպագում ենք Քեզի պաշտում ենք Շնյալ ես դու մեր Տերը Սա է իմ փափագը որ պատվեմ քեզ
կյանքիս ամբողջ նվիրում եմ քեզ իմ կյանքը քոնն է Տեր ամեն մի շնչումս ամեն ճամփաներուց լինի քո կամքը մեր սիրտը, մեր ամբողջ էությունը, մեր կյանքը ամբողջովին նվիրում ենք քեզ մեր ամեն մի շնչումը ամեն մի շնչով որ շնչում ենք Տեր մեր ամեն վայրկյանների մեջ թող քո կամքը կատարվի քո ներկայությունը թող Տեր թող մեր կողքինս գալով այն անենք որ դու ես հավանում այն անենք որ դու սիրես, այն անենք, որ դու կփառավորվես նվիրվում ենք քեզ ամբողջովին, մեր ամբողջ տաղանդները, կարողությունները, հասկացողությունը մեր ունեցվածքը, մեր ուժերը բոլորով, Տեր, ինչ որ կանք, ինչ որ ունենք ինչ որ մեր ներսում կա, ով Տեր, քեզ է պատկանում վերցրու և փառավորվիր, Տեր Որտեղ Տիրոջ հոգին ազատություն է Եվ թարմաշուչ կամին է փչում Բերում վերջին անձրև իր խոստումների Արդարացնում հույսը սրտերի Որտեղ Տիրոջ հոգին ազատություն է Եվ թարմաշուչ կամին է փչում Բերում վերջին անձրև իր խոստումների Արդարացնում հույսը սրտերի Իմ սեր առաջին արձակիր քո հոգին Իմ սեր առաջին արձակիր քո հոգին Թող փչի հոգու տանքամին Քամին զոր ու ճանկրակի Թող տարածվի Արբեցրում ես օգու կամին Արբեցրում ես նոր դինով Դուր ազատության մեջ մտնենք Կապանքները ճախճախենք Արբեցրում ես օգու կամին Արբեցրում ես նոր դինով Դուր ազատության մեջ մտնենք Եվ տարմաշուչ կամին է փչում Բերում վերջին անձրև իր խոստումների Արդարացնում հույսը սրտերի Որտեղ Տիրոջ հոգին ազատություն է Եվ տարմաշուչ կամին է փչում Բերում վերջին անձրև իր խոստումների Արդարացնում հույսը սրտերի Իմ սեր առաջին արձակիր քո հոգին Իմ սեր առաջին արձակիր քո հոգին Փչի հոգու տանքամին Քամին զոր ու ճանկրակի Քամին հղության երբարկի Թող տարածվի Նրա հետ կգնամ և կպարեմ օձի գլխի վրա Նա պարտված է խարազանված Հիսուսի կողմից Մեկ անգամ է Նրա հետ կգնամ և կքայլեմ օձի գլխի վրա Նա պարտված է խարազանված Հիսուսի կողմից Ես կապում եմ անհավատությունը Աստծո ուժով որ ինձ է տրված Ես տանվում եմ Սուրբ
Արդյոք հավատում ես սրան, բարձրաս ամեն, ամեն, երբեք սատանան չի կարող մեզ յախտի, մինչև ժամը, որ Տերոջ կողքին կանգնած ենք, հալելույա։ Եվ Տերն է ելնում շքերթի, իր բանակը հավեցորև է, և իր փառքը պիտ երև այս օղի վրա։ Մեկ անգամ էլ երգենք, և Տերն է ելնում շքերթի, իր բանակը հավեցորև է, և իր փառքը պիտ երև այս օղի վրա։ Երբ զորքի զորավարն Հիսուսն է, մենք հետևում ենք իրեն, թշնամին չի կարող դիմադրել։ Երբ զորքի զորավարն Հիսուսն է, մենք հետևում ենք իրեն, թշնամին չի կարող դիմադրել։ Բարձրացրու իմ նավթության երգ, օրհնիր Տիրոջ, որ կռվում հաղթեց, և ոչ մի զենք չի կանգնի մեր առջև։ Բարձրացրու իմ նավթության երգ, օրհնիր Տիրոջ, որ կռվում հաղթեց, և ոչ մի զենք չի կանգնի մեր առջև։ Երբ զորքի զորավարն Հիսուսն է, մենք հետևում ենք իրեն, թշնամին չի կարող դիմադրել։ Երբ զորքի զորավարն Հիսուսն է, մենք հետևում ենք իրեն, թշնամին չի կարող դիմադրել, թշնամին չի կարող դիմադրել։ Տերոջ փառքիրա բարի օրհնյալ ներկայության համար։ Ալեքսանդր Մակեդոնացին մի խոսք ունի ասելու, ասում է, եթե մի խումբ ոչխարների առաջնորդը մատ արյուծ ելնի, դրան գաղթական է։ Բայց եթե մի խումբ արյուզների ղեկավարը մատ ոչխարելին նրանք պարտված են։ Հիսուս Քրիստոս Տերը այդ արյուծն է, Հուդայի արյուծն է, որ եկեղեցի ղեկավարն է։ Եվ եկեղեցին հաղթական է, հալելույա, և նա հաղթական է, և մենք էլ իր հետ հաղթել ենք և Տերոջ փառք եմ տալի։ Ուրախ եմ ամեն մեկի ներկայության համար, ամեն մեկդ most welcome, շատ բարի եք եկել, Տերոջ փառք եք տալի, որ նա բարի Տեր է, իր սուրբ ու օրհնյալ ներկայությունով մենք օրհնվում ենք, թարմանում ենք, զորանում ենք, և իր ներկայությունը մեզ համար ամեն ինչ է, Տերոջ ներկայությունը մեզի թարմացնում է, մեզի փոխում է, և երբ որ հատկապես այս Քրիստմասի օրերում կենտրոնացած ենք իր վրա, տեսնում ենք նա հրաշալի Տեր է։ Տերոջ խոսքը և իր գործը համարյա թե ամբողջը հրաշք է։ Եթե մենք մատ նայում ենք ավետարանին և հատկապես Քրիստմասի թեմաներին նայում ենք, ինչ որ նայում ենք, եթե հրաշք ենք դնենք, անհասկանալի է և չենք կարող հասկանանք։ Համարյա թե միտքը միշտ պատճառների հետևից է, բայց հավատքը վերջնականն է տեսնում։ Մենք որպեսզի մարդ հարած, ամեն բան, որ ուզում ենք տրամաբանական ելնի, մեր մտքով ելնի, պետք է տեսնենք ինչ process է կատարվում, ինչը վտե ենք հասնում։ Բայց հավատքը միշտ վերջակետն է տեսնում։ Այսինքն, երբ որ հավատքով ենք նայում, տեսնում ենք բժշկությունը պատրաստ է։ Մտքույր կարող է տեսնի։ Բայց երբ որ մտքով ենք նայում, մտածում ենք ինչպես կարելի է, հազար ու մի խնդիրներ կա, ջիղերը խնդիր կա, այդ ամբողջ խնդիրները մարմնապես անկարելի է երևում։ Մտածում եմ, որ ինչպեսի պետք է այս ամբողջը փոփոխության հասնի, մինչև մի հոգի տեսնի։ Ուրեմն միտքս էդ է, որ ուղեղը իր ընթացքն է տեսնում, բայց հավատքը վերջնականն է տեսնում։ Հիմա երբ որ մենք նայում ենք ավետարանին, ամբողջ հրաշք է, այսինքն հավատքի խնդիր է։ Օրինակ տեսնում եք Հիսուս պետք է կույրից ծնվի։ Ինչպես կարելի է։ Մտքով անկարելի է, բայց երբ որ նայում ենք Հիսուսին, տեսնում ենք կարելի է։ Տեսնում ենք ամբողջ այդ խնդիրներ, որ
Տերոջ ծնունդյան կապակցությամբ կա։ Բեթլեհեմում պետք է ծնվի։ Նրանք հեռու տեղ են, համարյա թե ամբողջ ճամփորդությունները, խնդիրները անկարելի է։ Բայց երբ որ Տերոջ կամքն է, ամեն բան կարելի է եւ հրաշք է։ Համարյա թե մատ կայս կալսամա դրամանը արցակում, որ Հիսուսը մետեղ գա, որ Աստծո խոսքի համաձայն պետք է գա ընդ ծնվի։ Ուրեմն տղաց սկսած մինչև ամբողջ խնդիրները Տեր Հիսուսի մահը, նրա հարությունը, նրա փառավոր երկինք գնալը եւ փառքով մի օր պետք է վերադառնա, ամբողջը միախառն է հրաշքով։ Դրա համար եթե մենք խոսում ենք հրաշքից, այսօր պետք է ինչ հավատքով նայենք։ Հավատքով նայենք եւ երբ որ հավատքով ենք ընդունում, հավատացյալի համար ամեն բան կարելի է։ Եվ մենք այդ առավելություն ունենք Տերոջ ներկայությանը, որ հավատքով գալով նայենք եւ ընդունենք Տերոջ հրաշալի գործը մեր կյանքում, մեր հարազատների համար։ Երբ որ աղոթում ենք, հրաշքի սպասենք։ Կարեմ ամեն լսեմ։ Այսինքն երբ որ աղոթում ենք, այդ Տերոջ ներկայությանը աղոթում որ հրաշքների Աստված է։ Քո խնդիրը ինչ է, մարդկորեն շատ դժվար է, բայց Աստծո մոտ ոչ մի բան անկարելի չկա։ Գաբրիելը հրեշտակ է, որ Զաքարիայի հետ խոսում է. Զաքարիա, ես Տերոջ ներկայությունից եմ գալի այստեղ եւ քեզ համար խոսք ունեմ։ Դու խորը ծերության ներսը Տեր եւ Տիկին ծերացել եք, բայց Տերոջ կողմից ձեզ ասում եմ, որ դուք զավակ կունենաք։ Զաքարիան ասավ. ինչպես կարելի է։ Գաբրիելն ասավ. ես Տերոջ ներկայությունից եմ եկել, արդյոք Տերոջ մոտ մի բան անկարելի է։ Ուրեմն ամեն բան կարելի է, ոչ մի բան անկարելի չի։ Հիմա երբ որ աղոթում եք սիրելիներ, ինչ որ աղոթում ես, այդ հրաշալի Աստծուն քո աչքի առաջ ունեցի։ Եվ ընդունի, որ ինչ որ աղոթում ես, Տերը կարող է պատասխան տա եւ այդ կելնի քեզ։ Հալելույա։ Ես այսօր Տերոջ օգնությունով երբ որ խոսքից նյութն ասավտ է, պետք է ավելի սուղությամբ ավելի բացատրեմ, որ երբ որ մենք մեծ թեմայի շուրջ աղոթում ենք, հետո ինչ պետք է անենք։ Այսինքն աղոթողի պարտականությունը աղոթքից հետո ինչ է, որ այդ թեմայի շուրջ դեզ հետ կիսվեմ։ Բայց մենք անցնենք անցյալ թեման, որ դեզ հետ կիսվել եմ, իշխանությունը տվի ձեզ, ուրեմն անցյալ կիրակիներ այս թեման խոսացին, որ մենք որպես հավատացյալներ ունենք իշխանություն։ Եվ խոսեցին, որ ինչպես մատ police officer կայնում է եւ հրաման է տալի մեքենաներ կայնում են կամ թույլ է տալի անցնում են։ Ինչի համար, որտեղ ինքը շատ ուժեղ է, շատ ախտանդամ է, շատ կարող մեկն է, այդ պատճառով չի։ Ինչու, որտեղ մատ իշխանություն տրվել է իրեն, ամբողջ police officer-ները իր մեջքին կայնած են, այդ կազմակերպությունը իր մեջքին կայնած է։ Հիմա մենք իշխանություն ենք Տերոջ կողմից, հիվանդներ բուժել, դևեր ազատել, թեև մահադեղ էլ խմենք մեզ չվնասի եւ իշխանություն ունենք վիճակների ու դրությունների վրա, որտեղ Հիսուս Տերը այդ իշխանություն տվել է եկեղեցին։ Ամենափոքրագույն անձնավորությունը, որ հավատում է Հիսուսին, առնում է մեղքերի թողություն, վերստին ծնունդ է առնում, այդ իշխանության ներսն է գալի, որովհետև լինում է Աստծո զավակ, որովհետև լինում է արքայության զավակ, որովհետև խավարից Այնտեղ որ մարդիկ չարախոսությունը, ես ինչ իմանամ, ամբողջ մեղքերը, բարկությունը, նախանձները լեցուն է այդ աշխարհից ազնվորությունը փոխվում է նոր աշխարհ, որտեղ կա լույս, որտեղ կա կյանք, որտեղ կա Հիսուսի տիրապետությունը։ Եվ ըտեում ապրող անձնավորություն, որ Հիսուսի արյան խավչարար արյան տակ է, այդ անձնավորություն ունի իշխանություն, հենց այդպես որ Հիսուսն ուներ։ Եվ այդպես որ Հիսուսը տիրապետում էր վիճակների վրա, տվել է եկեղեցուն, որ եկեղեցին նույն իշխանությունը գործադրե։ Ուրեմն դրա համար այդ իշխանության վրա խոսեցին, եւ այսօր էլ համարյա հենց այդ ուղղությամբ ավելի ձեզ այդ Տերոջ խոսքից կկիսվեմ, բայց ուղղակիորեն անցյալ կիրակիներ հիշացինք Հիսուսի անվան իշխանությունը, որ մեզ տվել է, հավատացյալ այդ ունի Հիսուսի անվան զորությունը, որ այդ անունով դևերը սարսափում են եւ կապերը բացվում են, շղթաները թափվում են։ Տեսեք, այս զորությունը, որ Հիսուսի կյանքում գործում էր, Տերը նույն զորությունը տվել է մեզի։ Նույն զորությունով, որ Հիսուս հիվանդներին բուժում էր, այդ զորությունը տրվել է եկեղեցուն։ Նույն զորությունով, որ մարդիկ վերստին ծնվում են, այդ զորությունը տրվել է եկեղեցուն։
Եվ եկեղեցին դա պետք է գործադրի, այսինքն եկեղեցու գործ այդ գործադրելով աճում է հավատքի ներսը, հասնում է միտեղ, որ Հիսուսանման սկսում է տիրապետել վիճակների ու դրությունների վրա։ Հիմա շատ ժամանակ որ մարդիկ զբաղված են իրենց կյանքում, մեկ գալիս են, մեկ չեն գալի, մեկ աղոթում են, մեկ չեն աղոթում, համարյա թե այդ մթնոլորտիներս լավ չեն աճում։ Եվ դրա համար շատ ժամանակ եկեղեցին սկզբնական խնդիրների վրա մնում է, հենց դրանով բավարարվում է։ Ունեմ մեղքերի թողություն, այո ունեմ։ Ունեմ Տերոջ փրկություն, այո ունեմ։ Եթե վաղը աչք կողպեմ երկին կետամ, հաստատ կետաս։ Բայց այդ օրհնությունները, զորությունները, Տերոջ ձեռքը քո կյանքում շատ չի հայտնվել, որտեղ դու այդ հավատքի ընթացքում լավ չես աճում։ Այսինքն խոսքս էսիա, որ այն որ մենակ բավարարված այդ սկզբնական բանում է, այդպես է մնում։ Բայց այն որ ախորժակով նվիրվում է Տերոջը, հավատքով քայլում է, Աստծո խոսքի վրա մտածում է, Աստծո խոսքին ժամ է տալի, հոգևորապես սկսում է խնդիրները բռնել եւ իր հոգևոր աչքերը լուսավորվում է եւ այն ժամանակ առնում է բժշկություններ։ Եվ այս թեման կիսվեցին, որ մտածավորություն, երբ որ ուզում է իր համար աղոթել, ասում եմ աշկերտս տկար է, համարյա թե չեմ տեսնում, կարիք ունեմ բժշկության։ Հովիվն ասավ, օքեյ, կաղոթեմ, աղոթեց իր համար աշկերտ կողմ աղոթում էր, երբ որ վերջացավ, ասավ աշկերտ մի բաց, տեսնում ես բժշկված ես, ասավ աշկերտ կողմը, չեմ կարող տեսնել, ասավ ոչ, առաջ սրտովը տես որ բժշկված, այսինքն հավատա, ընդունի, կարելի է բժշկվել, հետո աչքերդ բաց։ Շատ ժամանակ մենք երբ որ աղոթում ենք, ինքներս պատասխանին չենք հավատում։ Մենք աղոթեցինք քանսերի համար, արդյոք կարելի է բժշկվել, չեմ անում, Աստված մեծ է։ Ոչ, քո հավատքդ ինչ է։ Քո հավատքի համաձայն քեզ կելնի։ Այսինքն դու պետք է հավատաս Աստված հրաշքի Աստված է, Աստված կարող Աստված է եւ տվել է քեզ այդ իշխանությունը, երբ որ աղոթում ես կելնի։ Երբ որ ուզում ես այդ մթնոլորտին սկսում ես տեսնել ու աղոթել, ուրեմն արդյունքները սկսում է Երևան գալ։ Եվ այդ Հովիվ եղբայրն ասավ, սպաս, աշկերտ մի բաց։ Առաջ քո սրտովը տես որ բուժվել ես, տես որ տեսնում ես, տես որ կարող ես տեսնես։ Երբ որ հասարդ է, այո, հիմա Տերոջ ֆարտալով աշկերտ բաց։ Եվ դիմացին ասում է, երբ որ ասում եմ այդ արդյունքի ու այդ մտածելակերպի հավատքով աշկերտ բացամ եւ տեսամ, որ աշկերտից նոմերը շատ բարձր, բայց հիմա անցել է, առանց ակնոցել կարող եմ տեսնել։ Հիմա խոսքը սա է, որ ամեն թեմայի շուրջը մենք եթե հենվենք մեր հասկացողությանը, մեզի քաշքշոցի գասացն է, բայց որ հավատքով ենք նայում, հավատացողի համար ամեն բան կարելի է։ Անցնենք այսօրվա թեմային, որ ձեզ պետք է կիսվեմ, ինչպես այդ զորությունը գործադրենք։ Այդ իշխանության մասին խոսացին, բայց Տերոջ խոսք ասում է, որ մեզանում կա հարության զորությունը։ Մենք Սուրբ Հոգու տաճարներն ենք, մեզանում կա Աստծո հոգու զորությունը, այս շատ կարևոր է։ Դրա համար մենք բացառիկ ենք, որտեղ Աստծո հոգին մեզանում է։ Հիմա ինչպես է Սուրբ Հոգու զորությունը մեզանում գործադրենք, ինչպես կարող է Երևան գա, ես անցյալ անգամներ համարյա թե իշխանության կողքին այդ թեմաները խոսեցիմ ու կիսվանք, կուզեմ այսօր ես նույն ուղղությամբ առաջ երթանք եւ ավելի տեսնենք, որ ինչպես կարող ենք այդ զորությունը, որ մեզանում կա, ազատենք, արձակենք, գործադրենք, activate անենք։ Այդ ամեն բարերով ասում եմ, որ ավելի լավ հասկանալի է լինի։ Ուրեմն հետո մի համար Տերոջ խոսքից նայենք միասին։ Առաջին Հովհաննես 4:4 թող մեկ անգամ էլ ոտքի կայնենք իհարկանք Աստծո խոսքին։ Այս կարճ համար է, բայց ներսը մի աշխարհ զորություն կա։ Դուք Աստվածանից եք, որդիակներ, եւ հաղթեցիք նրան, հաղթեցիք աշխարհքին, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհքի մեջ է։ Այն հոգին, որ ձեզանում կա, ավելի մեծ է, քան թե այն հոգին, որ ինչ աշխարհքում է գործում։ Աշխարհքում ինչ է գործում, դևային հոգի է, չարի հոգի է եւ այդ ամբողջ շնչավոր հոգին է։ Բայց այն հոգին, որ մեզանում է, Սուրբ հոգին է։ Այդ հոգին ավելի մեծ է։ Հիմա ինչպես է հոգին մեզանում արձակենք, թույլ տանք այդ հոգու զորությունը, այդ հոգու գործը մեր կյանքում մեջտեղ գա։ Ուրեմն մենք ինչպես կարող ենք այդ զորությունը, որ մեզանում կա, գործադրենք։ Մի հատ կարևորագույն խնդիրը սա է, որ մենք առաջնահերթ մեր ինքնությունը զանազանենք։ Մենք ով ենք։ Մեր ինքնությունը ով է։ Մեր identity-ն ինչ է։ Մենք արքայության զավակներ ենք։ Կարող ենք միասին ասենք, մենք արքայության զավակներ ենք։ Այս ինչա այդ հիմնակարն է։
մենք վերստին ծնունդ ունենք Աստծո հոգի մեզանում բնակված է եւ էդիկ մեզին չէ մատ գերազանց կացության է բերում եւ ասում են հոգի որ ձեզանում է Սուրբ հոգին շատ զորավոր է եւ ավելի զորավոր է քան թե այն հոգին որ աշխարհում կա Սատանան շատ գործեր կարող անի, շատ խառնիճանջություններ կարող անի, ունի տեղին ուժեր, որտեղ վերից ընկած հրեշտակ է, բայց Սուրբ հոգին ամենատկալ եւ ստեղծիչ Տերն է, եւ այդ հոգին ինձ ու քեզանում բնակված է, այդ ինչ հրաշալի է, եւ դրա համար կարեւոր է, որ Պողոսն ասում է, աղոթում եմ, որ ձեր հոգեվոր աչքերը լուսավորվի, այսինքն մի հատ հարատև աղոթք է, խոնարհված Աստծո ներկայության մտաղոթ կը որ ով Տեր ես ուզում իմ աչքերը լուսավորես տեսնեմ որ ես իշխանության Տեր անձավորություն եմ Երբ որ ուզում ես այդ իշխանությունը գործադրես աշակերտները 70 հոգին որ Հիսուսն ուղարկել հետ եկան ասան Տեր քո անունով դևերն էլ մեզ զնազանդում էին այս ինչ հրաշալի է եւ հետոներ Երբ որ աղոթում են բժշկություններ էր ելնում եւ նկատեք որ երբ որ Պետրոսն արդեն Պենտեկոստեից հետո երբ որ Սուրբ Հոգով լեցված ու ծառայում էին ասում է գնացին մետեղ որ մի հատ քույրերից էր լավ ծառայություններ անում բարի անձնիվ կին էր մահացել էր Յաֆա գնացին այնտեղ հավատացյալներն ասան Պետրոս այս քույրը մահացել է ասա Պետրոսը գնաց այնտեղ ծունգի եկավ եւ հրաման տվավ վեր կաց այցյամ եւ վեր կացավ Նույն Հիսուսի նման, Հիսուսն ինքը երբ որ եկան իրան ասան Յայրոսի աղջիկը, Տեր, աղջիկս մեռնելու վրա է, օգնի։ Երբ որ հասավ, ասան էլ վերջացել է, բայց Հիսուս նրան չնայավ, ներս գնաց եւ ձեռքը բռնավ աղջկան եւ սաղացրավ։ Այսինքն Պետրոսն էլ Հիսուսի նման սկսել է նույն գործերն անել, հեր որտեղ նույն իշխանությունը Տերոջ կողմից տրվել է եկեղեցու, ոչ թե միայն առաքյալներին, այլ եկեղեցուն, որտեղ այդ 70 հոգի որ գնացին աշակերտները 12-ին առաքյալները։ Եվ ասում են նրանք գնացին եւ ասում շատերի համար բժշկություն կար, բայց դևերի դուրս անելը բացառիկ էր, իրանց համար շատ ուրախալի էր։ Եվ այդ իշխանությունը եկեղեցուն տրված է։ Ուրեմն կարևոր է որ մենք տեսենք մեր ինքնությունը ով է։ Մենք արքայության զավակներ ենք։ Մենք Աստծո զավակ ենք եւ Տերոջ հոգին մեզանում բնակված է։ Երկրորդ խնդիրը որ կարևոր է մենք իմանանք մեր լեզուի խոսալը շատ կարևոր է։ Մենք ինչ ենք խոսում։ Մեր լեզուի ներսը կա մահաբեր խոսքեր, կա կենսատու խոսքեր։ Եվ դրա համար մենք պետք է զգույշ խոսանք, իմանանք ինչ ենք խոսում։ Երբ որ դու աղոթել ես, ասեմ բժշկվել ես թե չէ, չեմ իմանում, այսինքն քո բժշկությունը հայտնում է որ ուղղության է գնում։ Բայց երբ որ դու դավանում ես որ այո, ըստ Տերոջ խոսքին աղոթել ենք ես բժշկվել եմ։ Տեսեք, բժշկությունը եւ նման խնդիրները աղոթքի պատասխան կապ չունի մեր զգացումին։ Մեր զգացումը կարող է դրական ու բացասական օգնություն անի, բայց ինքնստինքյան հենված չի մեր զգացումի վրա։ Մեր բժշկությունը հենված է Աստծո խոսքի վրա եւ Աստծո խոստումների վրա։ Այսինքն ինչ, երբ որ աղոթում են քեզ համար, կարող է տրոպեին ոչինչ չի պատահի, բայց երկնքից է դրա համար արձակվել է քո համար արդեն ճանապարհին է։ Քո խոսքդ ինչ է, ես ըստ Աստծո խոսքին Հիսուսի վերքերով բժշկված եմ, Եսայա 53 գլուխ։ Այդ որ մեր աղոթքի հենարանը պատասխանը կապված Աստծո խոսքն ինչ է ասում, Աստծո խոսքի խոստումների վրա։ Եվ այդ շատ կարևոր է։ Երբ որ Տերն ասում է ինչ որ իմ անունով աղոթեք, վստահեք եւ կելնի, մենք նայում ենք այդ խոսքին։ Հիսուսն է ասել, Տերերի Տերն է ասել, նա որ մեր խոսքով աշխարհը ստեղծավ, երկիրն ու գետինը ստեղծավ, ամեն ինչը ձևը կերպավ, մենք այդ Տերոջ խոսքի վրա ենք նայում։ Եվ այդտեղ որ ինչ, մենք նայում ենք Աստծո խոսքին, Աստծո խոստումներին եւ մեր զգացումներին ու մեր մտածելակերպին չենք նայում։ Եվ դրա համար մեր բերանի խոսքը կարևոր է։ Մենք աղոթում ենք, կայնում ենք, դավանում ենք, Տերոջ փառք ենք տալի, հատկապես այս օրերում Thanksgiving-ի օրեր կա, մեր լեզուն դրական լեզու է, հավատացյալի լեզուն դրական լեզու է, փառաբանության լեզու է, շնորհակալության լեզու է, օրհներկության լեզու է, անեծք չի տալի, մի անիծեք, այլ օրհնեք։ Եվ նրանք, որ այս լեզուն սխալ են գործադրում, հայտնի է, որ իրենց կոչումը չգիտեն, չեն իմանում ով են եւ չեն իմանում իրենց գործն ինչ է։ Եվ դրա համար շատ ժամանակ մարդիկ սկսում են չարախոսությունով սատանայի հետ համագործակցել։ Սատանան դրանով շատ ուրախ է։ Բայց երբ որ մենք կայնում ենք հավատքի խոսք ենք խոսում, դա աստվածանից է, այդ երկնային լեզու է։
Երկնքում կա խաղաղություն, երկնքում կա շնորհակալություն, երկնքում կա գոհաբանություններ եւ այդ ամենը մեր սրտի ու հոգու եւ մեր ուղեղում տիրապետող հոգեբանությունը պետք է լինի։ Մենք ունենք Տեր, որ մեզ համար մտածում է, թեև այս աշխարհը շփոթության ներսն լինի, ամբողջ երևույթները երևույթապես վատ երևա, բայց իմ հոգու բաժինը սա է, որ դերևս հավատքով, դրական մոտեցումով, փառաբանությունով նայում ենք Տերոջը եւ ընդունում ենք նրա հաղթությունը, նրա օժտությունը, նրա բարի ձեռքը։ Եվ ինչպես սիրելի Աքսելը ասավ այդ երկի ներսը, մենք սատանայի գլխի վրա քայլում ենք, օծի գլխին, որ սատանան լինի այն հին վիշապը, որ իր գործը թույնել է, մահաբեր գործ է, մենք տիրապետում ենք այդ սատանայի վրա, հավատքի խոսքով եւ այն իշխանությունով, որ Տերը մեզ տվել է։ Ուրեմն մեր ինքնությունը եւ մեր լեզուի խոսքը սրանք կարեւոր խնդիրներ են, որ մեզի առաջնորդում են։ Երրորդ թեման ինչա, որ մեր իշխանությունը որտեղից է գալի, մեր իշխանությունը Հիսուսի հետ ընկերությունից է գալի։ Երբ որ աշակերտները քաջությունով քարոզում էին, հрьяաներն ասան, որ սրանք իրաց քաջությունից հայտնի է, որ Հիսուսի հետ ընկերներ են, Հիսուսի ընկերներն են։ Հիմա մեր այդ քաջությունը մարդկորեն չեմ ասում, այլ իշխանությունը եւ այդ զորությունը, որ մենք ունենք Աստվածանից, այդ իշխանությունը Հիսուսի հետ ընկերությունից է գալի։ Այսինքն մենք այս դժվարի խնդիրը կա։ Եթե ուզում ենք հոգեվոր ասպարեզներում հաղթական ելնենք, օրհնված ելնենք, պետք է Հիսուսի հետ մոտիկ ու մտերիմ ապրենք։ Այդ ճյուղը, որ կպած է ծառին, շատ պտուղ է բերում եւ հայրը փառավորվում է։ Դասպես եղբայրը ժամ չունեմ աղոթելու, ժամ չունեմ եկեղեցու գալու, ժամ չունեմ այդպես անդրամաս խնդիրներին հասնելու։ Այդքան որ ժամ ունես, այդքան որ նվիրվում ես, այդքան կարող ես այդ օշությունները վայելես։ Ես ափսոսում եմ, մենք կարող ենք Քրիստոսով ինչ վիճակի որ ելնենք, տիրապետենք, հաղթություն վայելենք, օշություններ վայելենք, երջանկությունը տեղ է, երջանկությունը կպել աշխարհին ու աշխարհիկ նպատակների ներսը չէ։ Նրանք ամբողջ միջոցներ են, որ մեր սկզբնական կարիքներն անցնեն, բայց մեր ամբողջ օշությունը երկնքից է գալի, որ մեզ համար դուռեր է բացում, մեզի առաջնորդում է, մեզի պաշտպանում է։ Մենք շատ ժամանակ վազում ենք շատ փողեր հավաքելու, մա դիվանդությունով այդ ամենը կարելի է ձեռի ծերթա։ Երբ որ մենք Տերոջ հետ ենք ապրում, կա խաղաղություն, կա օժտություն, կա Տերոջ պաշտպանությունը, կա վտանգներից ազատվելը։ Տերն ասավ, այո, այս աշխարհում նեղություն կլինի, փոթորիկներ կլինի, շփոթություններ կլինի, բայց քանի որ Հիսուս Տերը ունես նրան նման մի պաշտպան, դու աղտական ես։ Եվ այդտեղա որ մենք այդ զանազանում ենք, այդ ուղղակիորեն հասկանում ենք, որ այդ կապը Հիսուսի հետ ինչքան կարևոր է։ Մեր աղոթները իր հետ մտերիմ ելնելը, իր հետ շփումի ներսելնելը եւ այդ շփումը հարատև է։ Ոչ թե մի օր կա, մեր կամիս արցակ ենք, մի օր գալիս եք շատ ուտում ենք, այլ մեր կամիս չենք ուտում։ Լավ է։ Դու կարող եք այդպես լավ հաց ուտեք ու միշտ առողջ ելնեք։ Մի օր 5 հոգու չափ ուտեք եւ մեր կամիս հաց չուտեք։ Այդ լավ առողջ կլինի վիճակը, էլ երկով զիտոկակելի նորից շատ ուտեք, այդ շուտով ձեզ ավելի կվնասի։ Բայց երբ որ դուք տեղին ուտում եք, հարատև ուտում եք, շարունակ ամեն տեղին է, այդ հոգևոր առողջություն առաջնահերթ կա ձեր կյանքում, ձեր սրտերում, ձեր հոգիների վրա, ձեր ամբողջ բջիջները գալիս է լույսի ներսը։ Եվ այս ինչքան հրաշալի է, որ մենք տեսնենք Տերոջ հոգին մեր ամեն բջիջների, սելուլների ներսը Սուրբ Հոգին կա։ Այդ երկնային լույսը կա, ես լույսի զավակ եմ, դու լույսի զավակ ես։ Տերոջ խոսքը ասում է դու լույսի զավակ ես։ Ընդունի այդ լույսը, որ գալիս է, քեզանում բերում է արդարություն, բերում է կյանք, բերում է օրհնություն, եւ գիտեք խավարը մահաբեր է, բացասականություններ է։ Դու այդ ամեն խավարից ազատում ես, գալիս ես լույսի ներսը։ Եվ դու լույսի զավակ ես։ Օ, ինչ հրաշալի է, մենք լույսի զավակներ ենք։ Ուրեմն երբ որ այդ կապը մենք ունենք Հիսուսի հետ, այդտեղած զորություն է գալի, ինքնաբերաբար զորություն է գալի։ Երբ որ դու ծնգի ես գալի Տերոջ ներկայությանը, մնում ես։ Հիմա քո կարողության համաձայն 1 հարորդ, 20 րոպե, կես ժամ, 1 ժամ, 2 ժամ, երբ որ ոտքի ես կայնում, էլ արդեն զգում ես ամբողջ երկինքը քո թիկունքիդ է, քո մեջք տա կայնած։ Եվ քո արտահայտություն հավատքի խոսք է, քո սրտից հավատքի խոսք է բխում։ Եվ այդ չի որ մենք հովիվները պետք է այդպես ապրեն, ոչ, այս ամեն Տերոջ ժողովրդի համար պատրաստված։ Եվ դրա համար մենք եթե մենք Սուրբ Սրբոցում այդ Տերոջ փառավոր ներկայությանը,
որ այդտեղում մենք շոշափում ենք երկինքը, Տերոջ փառքը, Տերոջ ներկայությունը։ Եվ ընդդեմ Տերը քեզ պատրաստ է, քեզի գրկի, քեզի օրհնի, քեզի թարմացնի, քեզի ազատի այս աշխարհի ամեն մտահոգություններից ու քաշքշոցներից։ Եվ երբ որ դու սկսում ես այդ ճաշակելը, այդ շոշափելը, դու փոխվում ես, քո մտածելակերպը դա փոխվում, քո նայվածքը դա փոխվում։ Քո կյանքին մի ուրիշ տեսանկյունով ես նայում։ Այն տեսանկյունով ես նայում, որ մի հոգի կա քո մեջքիդ, որ դրանով դու հաղթական ես, երջանիկ ես եւ օրհնված ես։ Եվ այդ ձևով կարևորագույն խնդիրներից, որ կա մեր շփում Հիսուսի հետ եւ այդ հարատև Աստծո խոսքի վրա մտածելով, աղոթելով, ժամ տալով, իր ներկայության մնալով, իր խոսքը վերցնելով եւ այդ ժամանակը, որ ամեն ինչ գալիս է փոփոխության ենթարկվում։ Տեսեք, Տեր Հիսուսը, որ երկնքի ցած եկավ, 3 տարի ու կես աշակերտների հետ ապրեց, կարող էր 6 ամիս, 5 ամիս աշակերտները տելներ երկինք գնար, ոչ, ուզում էր նրանց կրթեր, դաստիարակեր, նրանց համար մատ նմուշեր, նրանց սովորացրեր, որ ինչպես մենք կարող ենք հավատքով քայլենք։ Եվ այդ ամեն ընթացքները, որ աշակերտները տեսան, մեկը մյուսի հետևից կրկնվելուց հետո հասան մետեղ, որ հավատացին Տերոջ խոսքին։ Եվ իմանալ մեկ շատ ժամանակ մեզանում կա վախեր, կա տկարություններ, կա երկմտություններ, եւ դրանք ամբողջը խանգարում են մեզ։ Տերն ուզում է դրանից մեզի ազատի։ Վախի փոխարեն հավատ մեր սրտումը դնե։ Դառնության փոխարեն մեզանում քաղցրություն դնե։ Տխրության փոխարեն մեզ ուրախություն տա։ Եվ այդ տխրության շորերը առնե եւ տա մեզի ուրախության եւ փառաբանության զգեստներ։ Հալելույա։ Տեր Հիսուսը երբ որ եկավ այդ խաչելության պահին, որպեսզի ցույց տա աշակերտներին, որ ամեն բան գիտե, ասավ նա, որ իմ ընկերն էր, գրված է սենցիա, որ իմ հակառակը ապստամբել է, այսինքն նա, որ մտերիմ էր, նա, որ ես իրան շատ վստահում եմ, իմ հակառակը ապստամբել է։ Եվ ասավ, որ աշակերտներին ասավ, որ մեկ ընձի դավաճան է, ասան ով է։ Այդտեղում իմանում եք ինչ էր անցնում, Պետրոս մի փոք երկմիտ էր, որտեղ շատ ժամանակ Հիսուսից հանդիմանվել էր։ Այն ժամանակ, որ Հիսուս խաչելությունից խոսած Հիսուս դեկավ ասաց, չէ Տեր, քամլիցի քեզ այս խաչվեց, Հիսուս ասավ, հետս գնա սատանա։ Օ, Պետրոսը Հիսուսի շատ էր սիրում, խիստ հանդիմանություն, շփոթվել էր։ Երկրորդ անգամ եկան ոտլալվաության, ասավ Պետրոսի ոտներ լվացել, Պետրոսը չէ, իմ ոտներ չես լվացի, դու Տեր ես, իմ ոտներ լվացես, ես ով եմ։ Ասա Պետրոս, եթե չլվամ ինձանից մասու բաժին չունես, էլի մա դանդիմանություն, Տեր խնդրում եմ ներողություն, լվացի։ Հասավ հիմա Հիսուս ասում մի օք ինձ դավաճանի, ասա Պետրոսը այ բաբա ես անգամ բադբախտ երանք, էլի ես եմ։ Խփավ Հովանեսի կողքին ասա Տերից ասա ով է, էլի կասա Պետրոսն բիճարեք ելնենք եթանք։ Եվ դե Պետրոս հուշ ետեր, ով է Տեր։ Հիսուս որպեսի Պետրոսին վստահություն տա, ասա սպատառը ում որ տվա մենա, դու չես Պետրոս, մտահոգ մի էլի, միջև ժամանակին ասավ իհարկե դել կուրանաս, բայց երբ որ հետ եկար եղբայրների տոքնի։ Գիտեք, շատ ժամանակ վախեր կա մեր սրտում, Պետրոսի սրտում վախ կար, չելի ես էլ մտահոգություն կար, չելի այդ անձնավորություն, Տերն ասավ ես եմ էլ ոչ բան չեն կարող անենք, դրա խոսքը վերջ է, ինչ ասերը կկատարվի, եւ այդտեղ էր Պետրոսը երկպտությունից ազատվել, մեծ շունչ քաշավ, ես չեմ, ինչքան լավ, չելեր անգարտակի ես էլ եմ։ Հիմա մեզանում էլ մեր խնդիրներ կա, որ մեզ խանգարում է, վախեր կա, երկմտություններ կա, մենք դրանից պետք է ազատվենք եւ լեցվենք Տերոջ հոգով, հալելույա։ Եվ այդ իշխանությունը տեսնենք մեզանում եւ հավատքով այդ գործադրենք։ Մենք Աստծո զավակներ ենք, մեր լեզվի խոսքը կարևոր է, Հիսուսի հետ ընկերություն ու մտերմություն ունենք եւ այդ մտերմությունը ինչքան որ կարող ենք ավելի մոտիկ ենք պահում եւ խոսում ենք նրա կողմից իշխանությունով։ Եվ այդ ժամանակավոր դևերը դողում են, հիվանդությունները անհայտանում են, անյել վիճակները ելքի է գալի եւ դուռ է բացվում, այն ժամանակ որ ոչ մի հույսի չկա։ Նեն ժամանակ որ ժողովուրդը աղաղակում էին, Մովսեսը ծովի դիմաց էր, զորքը գալիս էր, մատ եթե այդակ այդ մթնոլորտիներսը այն ժամանակի մանակ այդ ինչ հրաշալի Աստված է։ Փարավոնը բարկացած զորքով գալիս էին, որ ամբողջ Իսրայել ազգին գերավարեն տանեն։ Մովսեսն ու մի խումբ ժողովուրդ ձեռնափայտով Եգիպտոսից դուրս են եկել։ Ոչ մի ելքի չկա, եկամն էլ ծով է։ Երբ որ սկսեցին աղաղակել ու շփոթված իրաց կորցրերին,
Մովսես ասավ լուր կացեք, նայեք եւ Տերոջ հրաշքը տեսեք։ Ծովը ճեղքվա եւ պատմությունը միլիոնավոր անգամներ վկայել է, ասել է, կրկնվել է եւ հազարավոր հավատացյալների համար այս հավատքն անեշն չէ որ քանի որ Տերոջ ձեռքն նա մեջտեղ ամեն բան կարելի է։ Այո, այդ փառավոր օշնյալ Տերը որ իր հրաշալի գործերով այդպեսի մեջտեղ է գալի։ Մեկ կետել որ մեզանում կարող է այդ հավատք արտացվել է մեր հնազանդությունն է Սուրբ Հոգուց։ Երբ որ Սուրբ Հոգին մի բան ասում է, այսօր ու վաղը մի արա, ռոպեապես հնազանդի։ Այսինքն Սուրբ Հոգու դիմաց ազգայուն ելնենք։ Սուրբ Հոգին եթե համ գարցակի մեկ անգամ, մեր կյանքում մի անգամ եթե առաջնորդություն տալի հնազանդես, երկրորդը կգա, երրորդը կգա։ Եվ կսկսի քեզ այդ կապը պահել։ Ես հիշում եմ տարիներ առաջ էր երիտասարդ մեկն իմ եկեղեցի մետում շատ բեմային ծառայություններ չունեին, բայց այդ հավատքի խոսք իմ սրտում ունիմ։ Մատ ծանոթներից ուրեմն իր մամեն լեզվի դժվարության հանդիպի լեզուն կապ երեք, չէր կամ խոսար։ Ուրեմն խոսք ելավ, ես աղոթեցին, որ այդ տրանստուն տրամար աղոթեմ։ Երբ որ ուզում էր թայիմ, Տեր իմ սրտումս դրավ, ասավ գնացիր այնտեղ, ով որ կա պետք է ասես տունից դուրս էր թա եւ իր համար մենակության աղոթես։ Ես էլ այդքան փորձառություն չունիմ, այդքան համարձակություն չունիմ, երիտասարդ մեկն եմ, գնացիմ տեսա մատ փոքր տուն են, երկու մասի բաժանված էր, մատ սենյակ էր, որ թե ննջարան էր, թե սենյակ էր, եկամ խոհանոց էր, դիգիները լիք լցվեին այդտեղ, եկամ բագ էր։ Ես մեկ կայնամ, ասեմ ինչ ասեմ, ես ամեն կինեին ասեմ գնացեք բագը, ես եմ աղոթեմ, շատ դժվար կացության ընգամ։ Մեկ փոք մնացին, ամանչելով, երես մնայել, ամենց հետը կայնամ աղոթեցին փոփոխություն չեղավ։ Մատ նուր խոսք էր, երբ որ դու հնազանդես Տերոջ ձեռքի մեջ տեղ գա։ Եվ հետո Տերոջ խոսքից իշացին, որ տարբեր անգամներ Տեր Հիսուս Յայրոսի աղջկան գնաց բուժելու, ասում ամենին դուրս արավ, մենակ ինք եւ պապեմ ամեն, որ վկայել են հրաշքին թույլ տվավ տեղել են։ Այսինքն մի ժամանակա Սուրբ Հոգին մի ուղղություն տալիս է, ինչ որ ելնում է, եթե հնազանդես դրան, Տերոջ փառքը մեջտեղ կգա։ Եվ այդ կարևոր է։ Ուրեմն երբ ուզում ենք Տերոջ զորությունը մեր կյանքում Երևան գա, կարիք է, որ մենք այդպեսով Սուրբ Հոգուն լավ հնազանդ ելնենք։ Մեկ էլ ասեմ կարելի է սրանով խոսքս ավարտեմ, որ մեր աղոթքների ձևն է, որ այն ժամանակ ասամ, որ երբ աղոթում ենք, ինչպես պետք է աղոթենք։ Երբ որ աղոթում ենք, պարզ հավատքով աղոթում ենք եւ հավատում ենք, որ ամեն բան կարելի է եւ մեր Աստված հրաշքի Աստված է։ Այսինքն աղոթողը չի նայում, որ ինչպես կարելի է այս պատահի, միայն ասում որ քանի որ Աստված կա, այս կելնի։ Այս բժշկությունը կելնի, քանի որ Հիսուսի անունով ենք աղոթում։ Ասում մատ ծերունի մարդ լսած որ մատ գյուղում մատ ավետարանի չայեք ինչպես որ մենք ռեքին հրավիրել ենք ինք ուզում էր այդ ժողովում մասնակցել երկար ճամփորդություն պետք է թային իր թորնիկի հետ գալիս էին ճանապարհին աղոթավով Աստված երբ որ ասում ենք ընդ ես ուզում եմ որ այն առաջի շարքին մատ տեղ համար պատրաստվե որտեղ ականջներս ծանրը լավ չեմ լսում ուզում այն առաջի շարքերը որ քարոզը լավ լսեմ Երկրորդ այսքան գյուղից գյուղ ճամփորդում ենք այդպես ընդ տեր աղոթում ընդ մատ հարմար տեղ էլի որ գիշերը այնտեղ հանգստանանք եւ կոշերս էլ փչացերս ամեն ճանապարհը պետք է հետ գանք մեզ ուկ էլ հարմար կոշիկ եմ ուզում ինձ համար 10 պատրաստես Թորնիկը մտածավ որ մեզ պապը ինչ աղոթ կաղոթես մենք միջով ասնենք ընդ ժողովի բավականի ժողովից անցել է ժողովուրդը եկեն եկեցու դուրսի մասել դժվար տեղ ճարենք միջով ուզանանք այդտեղ առաջի շարքը նստենք երկրորդը այդ գյուղում ոչ ոք մեզ չի ճանաչում որտեղ մենք տեղ կունենանք եւ որտեղից իրավար կոշիկ կպատրաստվի ամբողջ որ մտածում էր խելքամոտիկ մի աղոթք չէր որ այդ աղոթել էր Վերջապես հասանը տեում, տեսամ, որ եկեղեցին լիքն է և այն անկյունը ծերունին այսպեսի կպեր էր պատին աշխատում էր գլուխներ մոտ տանելով, լսել լավ քարոզիչն ինչ է քարոզում
Մի քանի րոպեից հետո առաջի շարքից մի հատ աղջիկ վեր կացավ գնաց վերջը, իրան ասավ իմ մեծ պապես այսօր ասեր մոր առաջի շարքին տեղ կպատրաստես։ Բայց եթե միջև ժողովի սկսել երկերը բան վերջանալը չեկամ, իմացել չեմ գա, մի ուրիշին տուր։ Ուրեմն մեծ պապս չի եկել։ Դու կարող ես գասի մեծ պապիս տեղը նստես։ Այս ուրախությունով երթում էր առաջի շարքին նստելը, ասավ տես իմ մեծ պապեն կոշկակարա, շատ կուրախանա դու այսօր մեր տուն հյուրելն ես ու բան։ Եվ երբ որ այդպես երթումին կոշիկներ բանել տեսավ, ասավ կարծում եմ մեծ պապես բարեսիրտ մեկն համար մեզ կոշիկ էլ կպատրաստե։ Հետո այն թորնիկը տեսավ, ինչպես կարելի է, երբ որ աղոթում ենք, հավատում ենք, ամեն ինչ կդասավորվի, ամեն։ Հիմա երբ որ մենք աղոթում ենք, այդպեսի պարզ աղոթք ենք աղոթում։ Չենք իմանում ինչպես, բայց իմանում ենք, որ այդպեսի կկատարվի։ Եվ աղոթք ընդ այդպեսի, նայում է նպատակին։ Տեսեք, Աբրահամը երբ որ աղոթեց զավակ ունենալու համար, Տերը իր ասավ գնա ասխերին նայի, Աբրահամ գնաց ասխերին նայում էր, այս կան իմ թորներն ու գալիք սերունդը կելնեն, երբ հուսատվում էր գիշեր այդպես ասխերն էր սկսում հաշվել։ Այսինքն նայում էր այն նպատակին, չէր նայում process-ին։ Եվ այդ ձևով իր հավատքի համաձայն տրվեց իրան եւ իմ ու համար էլ նույնն է նա։ Եվ երբ որ մենք աղոթում ենք, ինձ այդպես է։ Տեսեք, երբ որ մենք աղոթում ենք, մեր աղոթքը մեկ քանի հատ կետեր աղոթքի ուղղությամբ ասեմ, առաջնահերթ միախառն է պարզ հավատքով տենց վեր ասա։ Երկրորդ երթին, երբ որ աղոթում ենք, ինչ որ աղոթում ենք, հավատում ենք, որ ինչ, այդպես կտրվի մեզի։ Մարկոս 11:23-24։ Այս համար ինձանից շատ կտեսնեք, միջև այն ժամանակ որ շատ հրաշքներ մեր մեջ տեսնեք Երևանը գալի եւ ինքներդ էլ դա համարի վրա հենվելով։ Մարկոս 11:23-24 համարը։ Ինչ որ աղոթում ես, վստահի որ այդպես կելնի եւ կկատարվի քեզ համար։ Այս հավատքը, այս համարը ոչ թե միայն անգիր արեք, մտածելով իր վրա թող ձեր սրտում հոգում տպագրվի եւ ձեր բերանով դավանեք եւ հավատացեք եւ հենց այդպես աղոթեք։ Եվ այդ ժամանակ կտեսնեք, որ Տերոջ բարի ու օրհնյալ ձեռքը պետք է ձեր կյանքում Երևան գա։ Այն անգամ Տեդրիկի հետ խոսում եք, սիրելի Տեդրիկ մի լավ բան ասավ, որ տեսեմ, որ մեր աղոթքի շարունակությունը ինչպես պետք է լինի։ Եղիան մատ օրհնյալ մարգարե էր։ Հрьяաներից սով եկավ, ուրեմն ինքը կայնավ թագավորին, խնդիրներ շատ անցավ, Կարմեղոս լեռան վրա հրաշք պատահավ, երկրի կրակն եկավ, տեղյակ եք ու բան։ Եկավ թագավորին ասավ, որ սովը 3 տարի անձրև չի եկել։ Եվ ասավ, հիմա ես ասում եմ, որ անձրևը ճանապարհին է։ Եվ թագավորին ասավ, թագավոր գնա, անձրևը ճանապարհին է։ Բայց իրականության ներս ոչինչ չկար, ոչ ամպ կար, ոչ վիճակներ ցույց տալի անձրև, ոչինչ չկար։ Այդ հրճակումն արավ, այդ մարգարությունն արավ, հետո ինչ արավ։ Եկավ սկսավ ծունգի, եկավ սավ աղոթելը։ Աղոթում էր, հետո իր ծառային ասավ գնա սարի վրա, նայի տես ամպ կա։ Երեխան այդ փոքրիկ պատանի տղան կայլա փայտը ձերքին, այդ խոտերի հետ խաղալով այդ վեր գնա սարի վրա, հետ եկավ, բավականին տևավ։ Ասավ չէ, ոչինչ չկար։ Ասավ օքեյ, էլի գնա, նորից հետո արկավ, էլի աղոթքին շարունակում էր։ Էլի գնաց երկար ժամանակից դու հետ եկավ, այս խնդիրը 7 անգամ պատահավ։ Այսինքն այդ ամեն ժամանակ ինչ էր, Եղիան աղոթքի ներսներ, Տերոջ փառաբանում էր, հավատում էր, որ այդ մարգարությունը կատարվեր, հավատում էր, որ շուտով անձրև կգա, եւ այդ ամեն այդ մտնոլորտով դավանանքի ներսեր անձրև կգա։ Վերջի անգամ որ տղեն պատանի գնաց հետ եկավ, ասավ Եղիա, տեսամա ձերքի թաթի չափով ամպ է գալի։ Ասավ շուտ ար հավաքի էր տանք, որ արդեն անձրևը ճանապարհին է։ Եվ այդ ճանապարհվում էին, ասում կարճ ժամանակից այդ ամբողջ երկինքը սև ամպերը պատելով անձրևը սկսավ։ Հիմա խոսքս էսի է, որ մենք երբ որ աղոթում ենք, ես ձեզ համար երբ որ մի ժամ աղոթում եմ, ինչ եմ անում, աղոթքից հետո շաբաթվա ընթացքում անընդհատ ձեզ հիշում եմ։ Եվ ասում Տեր, այս քրոջ համար աղոթեցինք, այս քրոջ համար ձերքի խնդիր ուներ, այն եղբայրը Չամանամ չէր կարող քնի, եմ մյուս սիրելին մեր դժվարություն ուներ, մեկին իմանում եմ, եթե մեկին տեղյակ էլ չեմ, անընդհատ Աստծո ներկայությամբ պահում եմ։ Եվ հրճակում եմ, որ Տեր, այս աղոթքը իր համար կատարվեց։ Եթե կապեր կարից բացեցիմ, այդ ճանապարհ բացված է, աղոթքը եղել է, քեզ փառք եմ տալի։ Եվ պատաշում ձեզ ստույգում եմ, ասեմ, որ արդյոք այդ բան, որ աղոթել ենք, եղել է։
Եվ ուզեմ շարունակություն իմանամ ինչա, մերի շարունակեմ, պատաժամնակ մի ամիս, երկու ամիս, տարբեր ժամանակներ աղոթելով այդ խնդիր Աստծո ներկայության պահելով, հավատում եմ, որ այդ որ աղոթել ենք, կատարվել է, պետք է Երևան գա։ Ուրեմն երբ որ մենք աղոթում ենք, իրար տեսնում ենք իրար կարիքները, անձնական աղոթքի ներսը, գոհությունով, փառաբանությունով ասենք Տեր, այն օրը եկեղեցում աղոթեցինք, այն սիրելին որ խնդիր ուներ, աղոթ բերվեց քեզ, եթե հիվանդություն էր, եթե գիտենք ինչ է, եթե չէ, որը մի բան է որ չենք իմանում ինչ է, ասենք Տեր դու իմանում ես ինչ է։ Քո ներկայության պահում ենք, որպեսզի արդյունքը տեսնենք։ Եվ այդպեսով շարունակում ենք աղոթելու Եղիայի նման, միչև որ այդ անձրևները կա, օշության անձրևներ, հաղթության անձրևներ, բժշկության անձրևներ, հալելույա, եւ այդ փառավոր Տերը իր փառքը մեր մեջ այդպեսի գահիտնե, եւ որ մենք ճիշտ ուղղությունով առաջ գնանք եւ այդ ձևով Տերոջը փառաբանենք։ Ուրեմն մատ վերնայենք այդ թեմաները, որ խոսացիք ձեր մտքում ավելի մնա, այդ զորությունը, որ մեզանում կա, Սուրբ Հոգուց է, Սուրբ Հոգին է, եւ ինչպես այդ հոգին այդ զորությունը արձագանքենք, մեր իքրությունը տեսնենք, մեր լեզվի խոսքը, հավատքի խոսք պահենք, եւ կարող ենք պարզ աղոթենք, հավատքով նայենք, եւ ամբողջ դավանակները, որ ունենք, եւ տեսնենք, որ Տերոջ խոսքի համաձայն ինչ որ խնդրում ենք, մեզ տրվում է։ Երբ որ մենք այդպեսի սկսում ենք աղոթելը, մենք գալիս ենք մատնոլորտում, որ մեզ համար հաղթություն է պատրաստվել, մենք աղոթքի պատասխաններ կարող ենք առնենք, եւ Տերոջ փառքը եւ Տերոջ օշությունը մեր կյանքում մեջտեղ գա։ Ուրեմն պատաշում գեց աղոթում ենք, այդ րոպեին կարող է փոփոխություններ լինի, բայց մի ժամանակ կարող է պետք է աղոթքերը շարունակենք հետո լինի։ Երկուսն էլ լավ են, օքեյ, որ ելնեն։ Մեր ժամանակ այդ վարքյանն է փառք Տերոջ, բայց եթե չի, մենք աղոթքերը շարունակում ենք մինչև այդ որ տեղ ունի ստանանք։